Արմավիրի բանտ տեղափոխված 18-ամյա Դավիթ Մինասյանը գիշերը գլխացավերով է անցկացրել։ Առողջական լուրջ խնդիրներ եւ մշտական խնամքի կարիք ունեցող պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել առողջապահության նախարարություն, քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տղայի կալանավորումը խոշտանգում է որակում։ Ունի երեխան հիվանդություն, որը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ, որպես ազատությունից զրկելուն խոչընդոտող։ Այսինքն երեխան պետք է մի ժամ թեկուզ անազատության մեջ չմնար։ Իրավունք չունի, ուղղակի սա արդեն խոշտանգում է։ Վարչապետ Փաշինյանի նախապես չհայտարարած այցը Կիրակի Սուրբ Աննա եկեղեցի վերածվեց քրեական պատմության, որի հետևանքով նրա անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված պատանին մեղադրյալ դարձավ։ Ինքը Փաշինյանն այսօր արդարացրեց անվտանգության աշխատակցին։ Այդ օրվա կադրերում երևում է, թե ինչպես է եկեղեցում նա հրելով մարդկանց ճանապարհ բացում վարչապետի համար, ընթացքում էլ հարվածում այժմ կալանավայրում գտնվող Դավիթին։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, բայց հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Իրավապահները եկեղեցում տեղի ունեցածը որակել են կազմակերպված հանցագործություն։ Ըստ քննչականի Դավիթ Մինասյանը խուլիգանություն է արել եւ բռնություն գործադրել վարչապետի նկատմամբ նրա քաղաքական կամ ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։ Կողքը կանգնած երկվորյակ եղբայրն աջակցել է, իսկ քիչ այն կողմ պատարագ լսող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը կազմակերպել այս ամենը։ Եղբայրներն ու Գևորգյանը վստահեցնում են, որ միմյանց չեն ճանաչում։ Գևորգյանը պատմել էր, որ ընդհանրապես փորձել էր թույլ չտալ, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող պաշտոնյան հարվածի Դավիթին։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի։ Եվ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Փաշինյանը, որ Կիրակի տեղի ունեցած միջադեպին արձագանքեց 4 օր անց, պնդեց Դավիթը վնասվածք չի ստացել։ Այնց է հարվածել, որ նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն է, որ երբ որ կա հարձակում կամ հարձակման վտանգ, ինքը գործի։ Որտեղից վարչապետին այդ տեղեկությունները ազատության է զրույցում հարցնում է կալանավորված պատանու փաստաբանը։ Լուսինե Մարտիրոսյանն ասաց, փորձաքննություն է նշանակված, արդյունքների մասին անգամ իրենք տեղեկացված չեն։ Շատ հետաքրքիր է, որ այս վարույթով հանդիսանալով Դավիթ Մինասյանի պաշտպանը պաշտպանական թիմից եւ որևիցե մեկը տեղեկություն չունի նշանակված փորձաքննության արդյունքների վերաբերյալ, բայց ստացվում է, որ երկրի վարչապետը արդեն հայտարարեց, որ Դավիթ Մինասյանը մարմնական վնասվածք չունի։ Պատանու փաստաբանը հակադարձում է Փաշինյանին, թե անվտանգության աշխատողը գործել է օրենքով պաշտպանելով իրեն։ Քաղաքացի ով կանգնած է, դա իրավունք է տալիս իրեն կամ մտնում է իրենց գործողությունների, պարտականությունների սահմանում, որ սկսեն մարդկանց բրդելը։ Ինչ պաշտպանության մասին է խոսքը, ինչից էին պաշտպանում։ Օդի մեջ ինչ որ ձեռք է։ Եկեք սա իրավական տիրույթում հիմա գնահատենք, ինչ էր այս ձեռքը, բռնություններ իր նկատմամբ, ծեծեր իր նկատմամբ, ինչից էին իրեն պաշտպանում։ Մինչ վարչապետ Փաշինյանն ընդգծում էր անվտանգության նկատառումներից ելնելով պատանուն հարվածելու անհրաժեշտությունը, փաստաբանը վկայակոչում է այն կադրերը, որտեղ անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է տղային այն պահին, երբ վարչապետն արդեն հեռացել էր տղայի մոտից։ Տևում է ինքը անցնում է, անվտանգության աշխատակիցը հետևից գալիս է եւ բռունցքով հարվածում է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները մարդկանց հրելով փորձում ճանապարհ բացել վարչապետի համար, հրմշտելով նաև երկվորյակ եղբայրներին։ Հենց սրանից հետո է Դավիթը բողոքում իրեն տեղից հեռացնելու դեմ եւ ձեռքը մեկնում վարչապետի ուղղությամբ։ Թեև իրավապահները պատանու շարժումը որակել են հանցագործություն, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը։ Հատկապես վարչապետի այս գնահատականից հետո արդյոք իրավապահները քննություն կսկսեն, պարզ չէ։ Երեխաները կանգնած աղոթք են անում ծիսակատարության ընթացքում, աղոթագրքերը ձեռքներին, աղոթքի ընթացքում երևում է ակնհայտ տեսագրություններով է, ոնց է պահպանության ծառայության աշխատակիցը սկսում Դավիթին
բրթել, հրել։ Հիմա ինձ ասեք, ես ուզում եմ հասկանամ, կանգնած քաղաքացուն արողակարգի ժամանակ աղոթք անող, բրթելը, հրելը, որ իր պարտականությունների սահմանների մեջ է տեղավորվում։ Բացի վերաքննիչ բողոքից, որով պահանջում են ազատ արձակել տղային կալանքից, փաստաբանները իրավապահներին են ուղարկել նաև անվտանգության աշխատողի հարվածի կադրերը, որոնք 3 հրապարակեցին։ Ու մինչ վարչապետն անձամբ է արդարացնում իր անվտանգությունն ապահովող պաշտոնյային, նրա թիմակիցներից ոմանք էլ ծաղրում են 18-ամյա աշակերտին։ Երեկվանից մեծ աղմուկ է բարձրացել Վեդիի ԿՊԱ-ական քաղաքապետի գրառման պատճառով։ Գարիկ Սարգսյանը գրել էր. 18 տարեկան երեխան վերջին զանգը կնշի Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Կայա դոլյա խուլիգանչիկը։ Պետական, պաշտոնատար անձը նման գրառում անի, այսինքն ինչի վրա ենք ուրախանում, հրճվում երեխայի աշակերտի, որը վերջի զանգը պիտի անցկացնի վերջում, դա մեր պետության ամոթն է։ Առողջապահության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին Դավիթ Մինասյանը բժիշկների հսկողության տակ է, անցել է առաջնային բուժզննությունը, այսօր էլ կզննվի նեղ մասնագետների կողմից եւ ըստ դրա կստանա անհրաժեշտ բուժօգնությունը։ Մայրը 3 մտահոգվում էր որդու առողջության եւ կյանքի համար։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս մտահոգություններ ունի տղայի կալանքի հետ կապված, բայց դեռևս ուսումնասիրում է փաստաթղթերը, ասաց այսօր այցելել են պատանուն։ Առողջական խնդիրներ միանշանակ անձը ունի, որովհետեւ փաստաթղթերի ուսումնասիրությունից ամենայն դեպս նախնական ուսումնասիրությունից, ես հիմա վերջնական եզրահանգումներ չեմ ուզում անել, առողջական վիճակի հետ կապված մտահոգություններ, այո, կան։ Արմավիրի բանտը, որտեղ պահվում է 18-ամյա Դավիթ Մինասյանը, 2025 թվականին աչքի ընկավ մահվան բարձր վիճակագրությամբ։ Եթե 2021 թվականին այս բանտում 4 մահվան դեպք էր արձանագրվել, անցած տարի այդ թիվը հասավ 9-ի։ Իրավապաշտպանները նաև բողոքում են բանտային պայմաններից։